Անցած շաբաթ վարչապետը դրեց երկար սպասված եւ խոստացված փաթեթը, թեև այստեղ բազում հարցեր կան եւ մինչեւ էֆեկտին անցնելը երևի ամեն դեպքում փորձենք հասկանալ այդ փաստաթղթերի բովանդակությունը, ձևը եւ էությունը։ Նախ սկսենք նրանից, որ իմ կարծիքով դա ամբողջ փաթեթը չէր, դա նույնիսկ տեսականորեն չէր կարող ոչ փաթեթը լինել, քանի որ բազում գրագրություն եւ առաջարկներ չկան։ Սա ավելի շուտ տպավորություն կար, թե ընտրովի ինչ որ փաստաթղթեր են, ընդ որում այդ փաստաթղթերի մեջ նաեւ կային բաներ, որոնք որևէ կերպ փաթեթի մեջ չէին մտնում, օրինակ Հայկական ժամանակ թերթին 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից փոխանցված ինչ որ փաստաթուղթ կամ Սերժ Սարգսյանի նամակը, որը շատ խոսվեց անցած շաբաթ, Վլադիմիր Պուտինին իր նյուանսներով, եւ այսպես իմ տպավորությամբ սա ողջ փաթեթը չէր, սա ընտրովի ուղղակի դրվել էին որոշ փաստաթղթեր ցանկալի քաղաքական էֆեկտով, որը ի ցավս իշխանությունների իմ կարծիքով ամեն դեպքում չեղավ։ Մինչև առաջ անցնելը մեկ դիտարկում էլ անեմ։ Ոչ, չստացավ, հիմա ես դա կասեմ, բայց որպեսզի նախորդ թեման փակենք, մեկ դիտարկում էլ անեմ, դա դեռ հարց է, այդտեղ շատ փաստաթղթեր իրենք չունեին փաստաթղթերին բնորոշ ռեկվիզիտներ, ստորագրություն, բլանկ, մուտքի երգի կնիկ եւ այստեղ հարց է ծագում այդ փաստաթղթերի աուտենտիկության հետ կապված, ինձ թվում է ժամանակը դա ցույց կտա։ Հիմա ինչ վերաբերում է էֆեկտին, իշխանությունները փորձում են դրանով են հանրահայտ թեզ առաջ տանել, որ Ղարաբաղյան բանակցությունների ողջ պատմությունը տարբեր տարբերակներով 91, 94, 96, 2008 կամ 10 քանի թվականից վերջ Ղարաբաղը Արցախի պետք է լիներ Ադրբեջանի կազմում եւ այլ, այդ առումով էլ էֆեկտը չստացվեց, ավելին ընդդիմադիրները ես ուշադիր լսում եի արձագանքները անցած շաբաթ եւ ինքս էլ շատ հարցերում մի համամիտ եմ, որ շատ հարցեր էին վեր բարձրացնում, որոնց պատասխանները իշխանությունը չէր տալի։ Օրինակ, տիպիկ մեկ օրինակ բերեմ եւ ըստ թեման դրանով փակենք, 2019 թվականի բանակցային առաջարկը, որ Լևոն Զուրաբյանը հետքան ասում էր, որ կա, իշխանությունը երկար տարիներ կարելի ասել նույնիսկ շղթում էր, այս փաթեթով ընդունվեց, որ այո 2019 թվականին եղել է բանակցային առաջարկ, բայց չասեց թե այդ առաջարկին հայկական կողմը ինչ է պատասխանել։